Հարցը հնչում է այսպես. կարծում ես չեմ կարող իմ զորությունը ցույց տալ, բայց իրականում Աստվածաշնչում մի քիչ ավելի երկար է գրած, ես որպեսզի ամբողջը չգրեմ, իմաստը գրեցի վերնագրի մեջ, բայց հիմա ուզում եմ ամբողջական հարցը ընթերցենք եւ առաջարկում եմ միասին բացենք Մատթեոսի ավետարան 26-րդ գլուխը, ընթերցենք 48-ից 57 խոսքերը, որպեսզի ամբողջ համատեքստը պատկերացնենք, ինչի մասին է խոսքը եւ կարողանանք պատասխանել այս հարցին, որովհետեւ իմաստը նա է, որ մենք Տեր Հիսուսի տված հարցերը վերցնում ենք որպես մեզ ուղղված հարցեր։ 48-րդ խոսքից Մատթեոս 26:48 Հիսուսին մատնողը նրանց նշան էր տվել ասելով. ում համբուրեմ նա է, նրան բռնեք։ Հիշում եք պատմությունը, շատ հայտնի։ Նա իսկույն մոտեցավ Հիսուսին ու ասաց. ողջույն վարդապետ, եւ համբուրեց նրան։ Հիսուսը նրան ասաց. ընկեր, հանձնարարությունդ կատարիր։ Այդ ժամանակ մոտեցան, Հիսուսին բռնեցին եւ ձերբակալեցին։ Եվ ահա Հիսուսի հետ եղողներից մեկը ձեռքը մեկնեց, հանեց իր սուրը եւ հարվածելով քահանայապետի ծառային ականջը կտրեց։ Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. սուրդ տեղը դիր, որովհետեւ բոլոր սուր վերցնողները սրով պիտի կորսվեն։ Թե կարծում ես ես չեմ կարող աղաչել հորը, որ հիմա ինձ հրեշտակների ավելի քան 12 գունդ ուղարկի։ Ահա հարցը։ Կարծում ես ես չեմ կարող աղաչել հորը եւ հայրը ավելի քան 12 գունդ հրեշտակ կարա ուղարկի այստեղ։ Այսինքն ես հոգեվոր աշխարհում ունեմ այդ իշխանությունը։ Եթե կարիք լիներ ուժ կիրառելու, հա, պատգամի վերնագիրը հիշում եք, կարծում ես չեմ կարող իմ զորությունը ցույց տալ այստեղ։ Եթե կարիք լիներ ուժ կիրառելու, ոչ թե մեկ սրով քահանայապետի ականջը կկտրվեր, այլ 12 գունդ հրեշտակ այս ամբողջ տարածքը հող ու փոշի կդարձնեին։ Եթե ես մեկ բառ ասեմ, խնդրեմ հորը, հայրը կուղարկի այդ ամբողջ զորքը այստեղ, եւ այստեղ այնպիսի ուժ կկիրառվի, միջալից ովքեր ուզում են տեսնել Քրիստոսի ուժի կիրառությունը, թող կարդան հայտնության գիրքը եւ տեսնեն ինչ ուժ է կիրառվելու, այդ թվում ռազմական ուժ Քրիստոսի վերադարձի ժամանակ։ Այս աշխարհի ոչ մի բանակ, ոչ մի ամենազարգացած ու կատարելագործված զինատեսակ չի կարող դիմակայել այն զորությանը, որ Տերը ունի։ Եթե ուզում եք, բացեք, կարդացեք նրա վերադարձի ժամանակ ինչ է լինելու աշխարհի բանակների հետ։ Իրականում լավ կարդամ մինչև 57-րդ գլուխը, ներողություն 57-րդ խոսքը եւ հետո սկսենք իրար հետ մտածել։ 54-րդ խոսք, բայց ինչպես, լավ 53-ը կարդամ, որպեսզի միտքը կպնի իրար։ Թե կարծում ես չեմ կարող աղաչել իմ հորը, որ հիմա ինձ հրեշտակների ավելի քան 12 գունդ ուղարկի, բայց ինչպես կիրականանա Սուրբ Գիրքը, թե այսպես պիտի լինի։ Այդ ժամանակ Հիսուսն ամբողջին ասաց սրերով ու մահակներով դուրս եք եկել ինձ բռնելու, ինչպես մի ավազակի, ամեն օր ձեզ մոտ ուսուցանում էի, տաճարում, նստում էի եւ ուսուցանում, եւ ինձ չձերբակալեցիք, բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանան մարգարեների գրվածքները։ Այդ ժամանակ բոլոր աշակերտները նրան թողեցին ու փախան, իսկ նրանք բռնեցին Հիսուսին, տարան Կայափա քահանայապետի մոտ, որտեղ դպիրներն ու ծերերն էին հավաքվել։ Նույն պատմությունը ես շատ եմ սիրում տարբեր ավետարաններից, տարբեր տեսանկյուններից նայել, որովհետև կարծես նույն առարկայի տարբեր պրոյեկցիաները լինեն, այս կողմից այս ամբիոնը եթե պրոյեկտենք այսքան է երևալու, այս մյուս կողմից այս մյուս մասն է երևալու, վերևից լրիվ ուրիշ բան է երևալու, եւ 4 ավետարանները մեզ տարբեր կողմերից են ներկայացնում պատմություններ կամ որ կրկնվում են, պատմություններ կամ որ հատուկ են տվյալ ավետարանին, բայց այս պատմությունը Հովհաննեսի ավետարանում 18-րդ գլուխ 10 եւ 11 խոսքերում տեսնում ենք ով էր այդ աշակերտը, որ քահանայապետի ծառայի ականջը սրով հարվածեց եւ
կտրեց, 10-րդ խոսքը ասում է այսպես. իսկ Սիմոն Պետրոսը, որ սուր ուներ, քաշեց այն, քահանայապետի ծառային խփեց եւ նրա ականջը կտրեց, ծառայի անունը Մախքոս էր, Հովհաննեսը ավելի շատ մանրամասներ է ներկայացնում։ Հիսուսը Պետրոսին ասաց. «Սուրդ պատյանի մեջ դիր, միթե չպետք է խմեմ բաժակը, որ հայրը ինձ տվեց»։ Ահա անհասկանալի ու արտասովոր մի իրավիճակ։ Անկամ այս ծայրահեղ իրավիճակում, հիշում եք չէ, նախորդ անգամ խոսել ենք Գեցեմանի պարտեզի այդ աղոթքի փորձառության մասին, հարցը հետևյալն էր, 1 ժամ էլ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ, եւ այդ հենց աղոթքի ավարտից հետո արդեն լուսադեմին լինում է այս ձերբակալությունը եւ տեսնում ենք, որ անգամ այս ծայրահեղ իրավիճակում, որ ինքը գիտեր ինչ է իրեն սպասվում, ինքը դեռ աշակերտներին դաս է փոխանցում։ Շատ հետաքրքիր է։ Եվ ես ուզում եմ այս կարևորագույն դասը մենք այսօր վերցնենք, ինչ էր սովորեցնում աշակերտի կամ աշակերտների պահվածքը, Պետրոսի պահվածքը շատ բնական պահվածք էր։ Հիշում եք ինչ էր ինքը խոստացել։ Ասել էր ես կմեռնեմ, բայց թույլ չեմ տա քեզ վնասեն։ Եվ սա շատ բնական պահվածք էր։ Երբ որ եկան իր տիրոջը ձերբակալելու, ինքը հիշեց իր ինքը չհիշեց Տերը ինչ ասեց։ Ինքը հիշեց իր խոստումը, դեռ դասը չէր սովորել։ Եվ սուրը քաշեց ու սկսեց պաշտպանել իր տիրոջը, իր ուսուցչին, իր վարդապետին։ Ասեք, որ սա բնական պահվածք է։ Բնական պահվածք է։ Բայց Տերը գերբնական բան էր սովորեցնում իր աշակերտներին։ Ուսուցիչը անգամ այս ծայրահեղ ծանր իրավիճակում, որ ձերբակալվում էր, դաս էր տալիս աշակերտներին, դաս էր տալիս Պետրոսին եւ այսօր էլ դաս է տալիս ինձ եւ քեզ։ Ես շատ կուզեմ, որ մենք կարողանանք այս հարցին պատասխանել եւ պիտի հասկանանք ինչ է իրենից ներկայացնում այդ դասը, որովհետեւ մեծ դաս կա այս խոսքերի մեջ։ Կարծում ես, չեմ կարող իմ զորությունը ցույց տալ։ Հետո ասես, բայց ինչպես պիտի Աստծու կամքը կատարվի։ Եթե ես հիմա իմ զորությունը ցույց տամ, ես աղոթել եմ ամբողջ գիշեր։ Աղոթել եմ, որ Աստծու կամքը կատարվի։ Հիշում եք իր աղոթքի բառերը, ոչ թե իմ կամքը։ Այո, դժվար է այս բաժակը, այո, ծանր է այս բաժակը, այո, տառապանքը, որի միջոցով պիտի անցնեմ, եթե հնարավոր է ուրիշ ելք կա։ Ես չեմ խնդրում, որ սա ինձանից հեռացնես, եթե ուրիշ ելք չկա, բայց եթե ուրիշ ելք կա, դժվար է ինձ։ Եվ սա մեր օրինակն է, որովհետև մարդկային ապրումներ են այս ապրումները։ Աստծու համար դժվարին ոչինչ չկա, բայց Քրիստոս, լինելով կատարյալ Աստված եւ կատարյալ մարդ, ինքը մարդկային օրինակ էր մեզ համար։ Երբ որ աղոթում էր, մենք պիտի սովորենք այս աղոթքը։ Ես շատ եմ ուզում սա, բայց ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը թող լինի, որովհետև Աստվածաշնչում գրված է Հռոմեացիս 12:2-ն է, որ Աստծու կամքը բարի է, հաճելի եւ կատարյալ։ Եվ ահա կոնֆլիկտային իրավիճակ։ Նախ մենք պիտի կարողանանք զանազանել Աստծու կամքը։ Աստծու կամքի զանազանությանը, որովհետեւ մենք կարողանանք զանազանել Աստծու կամքը, պիտի նախորդի աղոթքը։ Աղոթքն է, որ մեր սրտերում, ես գիտեմ, որ շատերը փնտրտուքների մեջ եք, որն է Աստծու կամքը։ Շատերս կոնֆլիկտների մեջ ենք եւ կոնֆլիկտների մեջ Պետրոսի նման ուզում ենք մեր սուրը հանենք ու ցույց տանք դիմացինին, թե ինչի ենք մենք ունակ, ինչ ուժ ունենք, ինչ անուն ունենք, ինչ հեղինակություն ունենք, ինչ լեզու ունենք, տեղը դնենք բոլորին։ Եվ սա սուրն է, որ հանում ենք։ Այն որ հավատացյալը ասում է,
դե հերիք եղավ, ոնց ենք ասում, հերիք եղավ, բոլ եղավ։ Հիմա մի պահ կմոռանամ ես հավատացյալ եմ ու դու կիմանաս ում ես հանդիպել։ Եվ այդ պահին պիտի լսենք Տեր Հիսուսի խոսքերը, որ ասում է դու կարծում ես ես չեմ կարող իմ զորությունը ցույց տալ։ Եվ եթե ես քեզ օրինակ եմ, սովորիր քո ուսուցչից, եթե դա Աստծո կամքն է։ Աստված չի կամենա, որ ես տառապանքով անցնեմ։ Եկեք մի հատված կարդանք, տենանք Աստված ինչ է սովորեցնում։ Օրինակ, երբ որ եղբայրդ, ընդ որում հավատացյալ մարդու մասին է խոսքը, ասում է քեզ զրկում է։ Այդպիսի բան եղել է, որ օրինակ մեկի հետ գործ եք բռնել, մեկի հետ պայմանավորվածություն եք ունեցել, ֆինանսական ինչ-որ խնդիր է եղել, ու այն մարդը, որ հավատացյալ է, որ պիտի զիջող լիներ, ոչ միայն չի զիջում, այլ մի բան էլ եղածից ավելին է փորձում դեպի իրան քաշի, եղել է ձեր հետ տենց իրավիճակ, ինձ հետ եղել է։ Հետո նայում ես, ասում ես, բայց լավ, էսի աշխարհի մարդը անի կհասկանամ, բայց հավատքի մարդը։ Եկեք բացենք Առաջին Կորինթացիներ 6-րդ գլուխը։ Ես սիրում եմ Աստծո խոսքը։ Եվ ընթերցենք 6-ից 8 հատվածը։ Ասում է, որ լսում եմ այսպիսի բաներ ձեր մեջ, եղբայրը եղբոր դեմ դատ է սկսում, այն էլ անհավատների առաջ։ Ձեզ համար արդեն իսկ ամբողջովին պարտություն է, որ դատաստաններ ունեք միմյանց դեմ։ Ինչու դուք ինքներդ չեք անիրավում, մյուս թարգմանությունը մեջ ասում է, ինչու դուք ավելի չեք զրկվում։ Ինչու ավելի անիրավություն չեք կրում։ Այլ խոսքերով ասած, եղբայրդ ուզում է, այդ բառը ես չեմ սիրում, բայց ուրիշ համապատասխան բառ չեմ գտնում, սրա համար միշտ այդ զորբա բառը, որ կա այս զորբա հավատացյալներ կան, որ այդ երկու բառերը իրար կողք չի սազում, ուզում է մի բան էլ տանի, որ մտածում են այս աշխարհի մեջ կա շնից մաս պոկելն էլ հայերեն ասեմ օգուտ է, ու դու զգում ես, որ դու այդ կարգավիճակում ես, ինքը ուզում է մի բան էլ ավել տանի քեզանից, խոսքը ասում է, իսկ ինչ ես դատ անում, իսկ ինչու հանգիստ չես թողում, որ այդ մարդը գուցե հոգեկան, հոգեբանական, չգիտեմ ինչ խնդիրներ ունի։ Հիմա շատ չեմ տեսել, բայց առաջ ուտելու հարցում մարդիկ, ես վերջերս Ռուսաստանում շատ հետաքրքիր եղբայրներից մեկը քարոզ փոխանցեց, ասում է, որ եթե ասենք մի երկու բանա դրած, մեկը երկու խնձոր է դրած, այդպես էր օրինակ, մեկը լավն է, մեկը վատը։ Ասենք դու որ մի անգամ ես լավն ես վերցնում, այն վատում ես թողում։ Բայց եթե դիմացինն է լավը վերցնում, ինչ ես նեղանում։ Ինչ ես նեղանում։ Զրկեց քեզ։ Ոչինչ, այստեղ գրված է զրկվեք։ Կրեք այդ զրկանքը։ Ոչինչ։ Գուցե Տերը դրանով ինչ-որ բան է ուզում սովորացնել քեզ։ Անմիտ որոշումների պատճառով, որ զրկվում եք, դաս քաղեք։ Չեմ ասում անմիտ որոշումներ, մարդը գնում է, չգիտեմ, մտքով անցնում է, ինչ-որ մի հատ սխալ գնում է կատարում, մտածում է դա կվաճառի ավելի թանկով, հետո զրկվում է, հետո ասում է երևի տիրոջ կամքն է։ Տիրոջ կամքը չէր։ Անմիտ որոշումը էր դա։ Բայց եթե անարդարության ես հանդիպել, ու պիտի կոնֆլիկտի գնաս, այստեղ ասում է աշխարհից մարդ բերես իրա վրա, որ մի հատ էլ այդ պարտքը ստանաս, չգիտեմ ինչեր անես, ասում է արդեն իսկ հոգևոր պարտության մեջ ես, դու էլ ինքն էլ։ Ես ֆինանսական գրագիտության դասերը կա, որտեղ վաղուց սովորեցնում եմ դա, ես ինքս սովորել եմ Աստվածաշնչից եւ սովորեցնում եմ, որ պարտք տալուց ինչ-որ մեկին կամ համատեղ գործ դնելուց, մանավանդ եղբայրները, որ իրար հետ համատեղ գործ են դնում, քո ներդրումը հաշվի կորած է, ամենասկզբից, որ խաբեց կամ չստացվեց, չես վերցնելու, չես պահանջելու, եթե պատրաստ ես սկսի, եթե պատրաստ ես պարտք տալուց, որ չվերադարձնի, կուզի ինչով հավաստիացնի, որ
աշխարհն էլ քանդվի, ես քո պարտքը վերադարձնելու եմ։ Դու քո մտքում նայ, այնքան տուր, որ չվերադարձնի, կոնֆլիկտ չդառնա։ Պատրաստ ես զրկվելու, պատրաստ ես անիրավություն քաշելու։ Տուր։ Պատրաստ ես, որ քո ներդրումը փոշի անա, եղբորդ հետ չես թշնամանա։ Պատրաստ ես, արա։ Քո ներդրումը հանգիստ։ Պատրաստ չես, ասա ոչ, սիրելի եղբայր։ Ոչ, ես պատրաստ չեմ։ Իմ համար քո այդ հարաբերությունը ավելի թանկ է, որովհետև այդ գումարը մեծ է, ես չեմ կարող այդ գումարը կորցնեմ։ Չես կորցնի, սարեր են խոստանում բոլոր գործը, ովքեր իրար այդ գործ են սկսել, ինչպիսի ոգևորությամբ է այդ գործը սկսվում։ Հեսա տես ինչ ենք անելու։ Ես մեր եղբայրներին էլ եմ զգուշացրել։ Պատրաստ եղեք ամենավատին։ Հիմա երբ որ կա կոնֆլիկտ, երբ որ դու կարաս քո սուրը հանես այստեղից, ասես դե հարին նստենք տենանք ովա ճիշտ։ Հիսուսը ասում է սուրը դիր տեղը։ Կարծում ես ես չեմ կարող իմ զորությունը ցույց տալ։ Բա որ ինքը մեզ կանչի ասի, լավ տեսնենք ով է ճիշտ։ Մենք ապրում ենք իր ողորմությամբ։ Մենք որ այսօր կանք, յուրաքանչյուրս այստեղ եւ ով կլսի այս խոսքերը։ Իրականում եթե անկեղծ լինի, մենք մեր արածների պատիժը չենք ստացել։ Դրա համար էլ կենթանի ենք։ Դրա համար էլ կանք։ Այլ ողորմություն ենք ստացել իրենից։ Տերը մեզ ներել է, Տերը մեզ համբերել է, Տերը սպասել է, որ մենք ապաշխարենք, փոխվենք, եւ հիմա էլ մեր շատ սխալները համբերատար տանում է, մինչև մենք հասունանանք հոգևոր կյանքում, որպեսզի կարողանանք իր կամքին հնազանդվենք։ Եվ սա Տեր Հիսուսը մեզ սովորեցնում էր Հովանու 14:31-ում շատ հետաքրքիր մի բան է ասում է. «Սակայն որպեսզի աշխարհը իմանա, որ ես սիրում եմ Հորը»։ Դու ուզում ես, որ աշխարհը իմանա, որ դու սիրում ես Հորը։ Ուզում ես աշխարհը իմանա, որ դու սիրում ես Աստծուն։ Տեր Հիսուսն ասում է, որպեսզի աշխարհը իմանա, որ ես սիրում եմ Հորը, անում եմ այնպես, ինչպես Հայրը ինձ պատվիրեց։ Ինչպես է ինքը պատվիրել։ Կոնֆլիկտի ժամանակ ինչ է պատվիրել։ Ծառայության մեջ ինչ է պատվիրել։ Խնդիրների ժամանակ, ընտանեկան խնդիրների ժամանակ, չգիտեմ, հարևանների հետ ինչ է պատվիրել։ Եղբայրների մեջ ինչ է պատվիրել, նոր կարդացի ինչ է պատվիրել։ Զիջել, ներել, պարտացուցակը պատռել, որովհետև ինքը մեզ շատ ավելին է ներել։ Ոմանք ասում են, մինչև ներողություն չխնդրի չենք ների, որովհետև մինչև մենք չենք ապաշխարում, ներում չենք ստանում։ Լավ ձև էր, շատ լավ։ Իսկ դուք չեք կարդացել Տեր Հիսուսը ոնց էր ներում իրեն խաչողներին։ Ապաշխարեցին։ Չէ, մեխերն էին մխում, ասում էր Հայր ներիր, որովհետև չեն հասկանում ինչ են անում։ Այ մինչև ապաշխարելն էլ կարող ենք ներել, որովհետև ինքը օրինակ է տվել մեզ։ Ստեփանոսը իրեն քարկոծողների համար այսպես էր աղոթում։ Հիմա քեզ վնասողը լինի հոգևոր, լինի մեծ, պաշտոն ունեցող հոգևոր, քեզ վնասողը չի հասկանում ինչ անում։ Որտեղ որ հասկանա իրականությունը լույսի մեջ, ինքը չի անի էդի։ Չի հասկանում։ Դու իրավունք չունես չարանաս։ Դու կարաս զարմանաս ինչպես չի հասկանում, սա հասկանալի է, բայց պիտի հավատաս, որ չի հասկանում։ Եվ այդ ժամանակ արդեն հեշտ աներել, այդ ժամանակ ասում է սուրդ դիր տեղը։ Ձեր բոլոր կոնֆլիկտների մեջ վստահեք Աստծուն։ Սուրը դիր տեղը, սա չի նշանակում լինել թույլ։ Սա չի նշանակում դե լավ, ես պարկեմ, եկեք վրովս անցեք գնացեք ձեր ոտի տակի այդ շորը լինեմ մեղմ ասած։ Չէ, իհարկե չէ։
որ Տեր Հիսուսին ապտակեցին ձերբակալությունից հետո, ասեց, եթե սխալ բան եմ արել, մի հատ ասեք տեսնեմ ինչի համար եք ապտակում։ Ոմանք սխալ են հասկանում, մի այտին ապտակիր, մյուսը տուր։ Այո, երբ որ իրան ասեցին, քեզ ապտակում ենք նրա համար, որ դու քեզ հայտարարել ես թագավոր, քեզ Աստված ես կարծում, Աստծու որդի ես հայտարարել, հենց դրա համար ենք քեզ ապտակում, էլ բան չկար, ասես, շարունակեք ձեր գործը, որովհետև ձեզ չեմ կարող ես բացատրել, որ դուք սխալ բան եք անում։ Դուք ձեր հոր գործը արեք, ես էլ իմ հոր գործը կանեմ։ Վերջում դա է, բայց մենք իրավունք չունենք։ Այն զորությունը, լավ, հավատացյալը, որ ասում է, եթե ես եմ մեղավոր, թող Աստված ինձ պատժի, ու մի հատ հաջորդը, եթե դու ես մեղավոր, դա արդեն անեծքն է գալիս։ Տեր Հիսուսն ասում է, դու կարծում ես, ես չեմ կարող դա անել, ես մեկ բառ ասեմ, երբ որ այդ դժվարին իրավիճակը, եթե որ իմ հանդեպ անարդարություն են անում, ես մեկ բառ ասեմ, բավարար է, որ իմ զորությունը երևա այստեղ, բայց ինչպես հոր կամքը կատարվի։ Երբ ենք մենք ցույց տալիս մեր զորությունը։ Իհարկե, կոնֆլիկտային իրավիճակներում, անարդարության ժամանակ, երբ Պետրոսի մեկ սուրը պատկերացրեք, մարդկային փոքրիկ զորություն, 12 գունդ հրեշտակները պատկերացրեք, աստվածային հզոր զորք, որն է ավելի ուժեղ, և Աստված ասում է, ես չեմ անում դա, սովորիր ինձանից։ Խոնարհությունը և հեզությունը թուլություն չի, որովհետև Հակոբոս 4 գլխի 6-10 հատվածն է, որ Աստված խոնարհներին շնորհք է տալիս, Աստված խոնարհներին զորացնում է, տուժեցիր, զրկվեցիր, Աստված փոխհատուցելու է դա, ավելիով է փոխհատուցելու, Աստված բարձրացնելու է քեզ, ասում է, խոնարհվեք Աստծու հզոր ձեռքի տակ և նա ձեզ կբարձրացնի։ Վրեժ խնդիր մի եղեք, թողեք Տիրոջը։ Եվ որ մարդն է վրեժ խնդիր լինում, խաթարված հարաբերություններ են, պապական, սերնդեսերունդ շարունակվում է, իրար չեն էլ իմանում ինչի համար են կռվել իրանց ծնողները, բայց սերունդներով շարունակվում է թշնամությունը։ Բայց երբ որ Աստված է վրեժ խնդիր լինում, մարդը հասկանում է, որ սխալ արել և գալիս է ապաշխարությունը։ Թողեք Աստծուն։ Մի ասեք, աշկը ստենա, այդպիսի բաներ են գրում մեկ-մեկին, ես ուզում եմ պատժվի աշկը ստեսնի։ Զգում ես, որ ատելությունը ներսից արդեն հրաբխի պես հեսա ժայթքելու է, հազիվ է իրան զսպում։ Տեր Հիսուսի օրինակը չկա, որտեղ ասում է չեն հասկանում։ Մենք պիտի հասկանանք, որ մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չի։ Ինչու էր Տեր Հիսուսը իրան ձերբակալողների, իրան ծաղրողների, իրեն խաչողների համար աղոտ քանում, ինչի։ Եվ անգամ տեսնում ենք հռոմեացի այդ զինվորականը, իրապես մանալուց հետո, իրապես Աստծու որդին էր այս մարդը։ Տեսնում ենք հավատք է առաջանում իր մեջ։ Ինչու։ Որովհետև տեսնում է մեկին, ով աշխարհի պես չէր։ Տեսնում է մեկին, ում հետ էր Աստված։ Եվ մենք պիտի կարողանանք պատասխանել այս հարցին, երբ որ քո կյանքում կգան կոնֆլիկտային իրավիճակներ, երբ որ կուզես այդ սուրդ հանես, մեկի ականջը կտրես, խելոք մնա, թե չէ ականջդ կկտրեմ, երևի այստեղից է եկել։ Պիտի հիշես Տեր Հիսուսի հարցը, կարծում ես, ես չեմ կարող ցույց տալ իմ զորությունը։ Մենք պիտի հիշենք, որ Աստծու կամքը միշտ բարի է, հաճելի և կատարյալ, և պիտի հարցնենք Տեր, իսկ քո կամքը ո՞րն է այս իրավիճակում։ Եվ պիտի ընտրենք այս երկուսի միջև, մեր զորությունը, թե Աստծու կամքը։
Ինչ կպատասխանեիր, երբ որ Տերը հարցներ, հենց այդ պահին, երբ որ դու արդեն ասում ես, հեսա տես ինչ եմ անելու, ինչ կպատասխանեիր, երբ որ Տերը քեզ հարցնի, իսկ դու կարծում ես ես այնտեղ չէի կարող այնպես անել, որ ինձ չտանջեին, էլ ինչպես կատարվի Աստծո կամքը, որովհետև քո հեզությամբ ու խոնարհությամբ, ոչ թե քո թուլությամբ, քո հեզությամբ ու խոնարհությամբ կարա այդ մարդը ապաշխարի։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր քո հարցերի համար, որ տալիս ես, եւ այն ճշմարտությունների համար, որ սովորեցնում ես, եւ մեր իրական քրիստոնյա լինելը չի երևում եկեղեցում փառաբանության ժամանակ, այլ երևում է կոնֆլիկտների ժամանակ։ Երբ որ մենք անիրավության ու անարդարության ենք բախվում եւ բախվում ենք մեր ամենասիրելիների, մեր ամենահարազատների կողմից, այդ ժամանակ է երևում մեր իրական քրիստոնյա լինելը։ Երբ որ մենք ընտրում ենք ոչ թե Պետրոսի սուրը, այլ քո խոնարհությունը, քո զորությունը եւ քո ուժը, որովհետեւ միայն ուժեղ մարդիկ կարող են խոնարհ լինել։ Սովորեցրում ես Տեր վստահել քեզ, վստահել քո կամքին եւ ունեցվածքից ու շահից առավել սիրել մարդկանց, անգամ այն մարդկանց, ովքեր մեզ չեն սիրում, ովքեր մեզ թշնամաբար են վերաբերվում։ Սովորեցրում ես քեզպես սիրել, քեզպես ներել եւ նաեւ քեզ նման աղոթել այդ մարդկանց համար։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։